Նյու Յորքի եւ Երևանի առաջատար ջազ երաժիշտները մեկ բեմում Հայաստանի պետական ֆիլհարմոնիան իրականացրեց բացառիկ երաժշտական նախագիծ Inside the Bridge կամուրջից ներս խորագրով համերգը նվիրված էր ջազի շաբաթվան։ Բոլորը հենց Նյու Յորք քաղաքից են ու 6 ամիս շարունակ մենք ամեն օր ժամերով միասին նվագել ենք ու հրաշալի ժամանակ ենք անցկացրել։ Այդ ժամանակվանից իմ մտքին կար, դեռ նույնիսկ չէի վերադարձել Երևան, ասում էի, թե ինչ ֆանտաստիկ կլինի, որ իրանք մի օր գան իմ քաղաք ու ստեղի իմ երաժիշտ ընկերների հետ միասին նվագենք։ Գաղափարը կար, մնում էր իրագործման ճանապարհներ գտնել։ Իմ հրաշալի ընկերները Platform Z-ից ինձ օգնեցին, այս ամեն ինչը կազմակերպեցինք ու իհարկե Երևանի քաղաքապետարանը, ով որ այս ամենը ֆինանսավորեց ու այսօր 7 ամիս անց, ավելի ճիշտ 2 տարի անց տղեկ Երևանում են։ Ֆիլհարմոնիան թերևս վերջին օղակն է եղել համագործակցության, քանի որ նրանց ծանոթությամբ է ստեղծվել հենց գաղափարը միասին համերգ ունենալու եւ ընտրել են հենց Ֆիլհարմոնիայի Բաբաջանյան համերգասրահը որպես լավ հնչողությամբ, նաեւ ջազ երաժշտության բավական հարմար սրահ։ Մենք էլ որպես համերգներ նաև կազմակերպող կազմակերպություն աջակցել ենք, նպաստել ենք կազմակերպչական հարցերում ու ամբողջացրել ենք պրոյեկտը։ Երաժիշտներին միացել է ավագ գործընկեր ջազմեն Վահագն Հայրապետյանը, որը միշտ կողմ է մեր երկրում նման համերգների անցկացմանը։ Նշում է, նյու յորքցի երաժիշտները ջազի անմիջական կրողներն են ու հենց նրանք կարող են ամենալավը ներկայացնել երաժշտական այդ ուղղությունը։ Ես ժամանակին անում էի, հիմա փոխանցվել է մեր երիտասարդ սերունդի երաժիշտներին։ Մեր հարաբերությունները նեցա բեմի վրա, որ ինքը տեղում է լիքը բան ստեղծվում։ Այդքան մոտիկ է այդ հարաբերությունները։ Թղթի վրա չես գրում տես բաները, չի գրվում։ Երաժիշտներին միավորող այս կամուրջը կարող է գործակցության նոր հեռանկարներ բացել, ապագայի մասին շատ չեն խոսում, օր ու գիշեր աշխատում են լավ արդյունք ցույց տալու համար։ Յուրա Վահանյան, Արամ Հարությունյան, լուրեր։